Բարի լույս բոլորին, սիրելիներս, մեզ մոտ շաբաթ օր է, առավոտ ժամ 8-ն է, եկեղեցու զանգերն էլ հնչում են, չգիտեմ լսվում է այստեղ թե չէ։ Նայեք, մեր խումբ մի ուրիշ խումբ գնաց քայլելու։ Այս պահին էլ ես ցույց տամ։ Այսպես գնում ենք խմբով, քայլում ենք, գալիս ենք։ Մարզումներից մեկը դա է։ Եկ թեքեմ էկրանի իմ կողմ էլի։ Այդպես սիրելիներս, այսօր ունեմ մի հատ թերապիա, պետքա գնանք սպորտ զարում պետքա անեմ եւ վեր շաբաթ օրերը քիչ են։ Որոշեցի գամ ներս դուրսը ցուրտ աչքերիս տակնել մատի տեղեր, հիմա մի հատ մաքրեմ։ Գամ այստեղից խոսեմ։ Ուրեմն ասեցի մի հատ թերապիա ունեմ ու դրանից հետո պետքա գնամ զրուցելու, ներկայացնեմ, պատմեմ, թե ինչն էր այստեղ լավ, ինչը վատ, որ իրենք կարողանան դրանք շտկեն ու մենակ իմ հետ չի բոլոր այստեղ մնացող մարդկանց հետ այդպես իրանք զրուցում են վերջում։ Ուզում եմ ձեր հետ սկզբում խոսել, հետո կգնամ այնտեղ կասեմ, այստեղ վատ ոչ մի բան չկար, ամեն բան հոյակապ էր, ուղղակի նկարագրելու չի, ես մի ամիս ինձ եմ հանգստացել, ոնց որ մի օրվա պես անցավ մի ամիսը, ես սենց բան իմ հետ չէր տեղի ունեցել, որ ընտանիքիցս մի ամիս հեռու լինեի ու սենց արագ անցներ էլի, երբ որ երեխեքս գնում են քլաս են ֆախտ, այսինքն դասանով մի քանի օրով տեղ են գնում, իմ համար այդ օրերը չի անցնում, անհամբեր եմ, երբ երեխեքս կան տուն ընտանիքը հավաքվի, դրա համար ես պատկերացնում եմ, որ ես գնամ ինչ սարսափելի է լինելու մի ամիս, ես ոնց եմ անելու, ինչ եմ անելու, սենց մի ակնթարթում անցել է, այդքան հոյակապ անցել այստեղ։ Այստեղ ընկերներ ենք ձեռք բերում, իրար հետ գնում ենք այստեղ, այնտեղ, դե ընթացքում ցույց եմ տվել, թե ինչ են կարել, բայց քիչ մասն եմ ցույց տվել։ Այստեղ անձնակազմը շատ բարի է, շատ հոգատար է։ Դե ես այդքան էլ անձնակազմի կարիք չունեմ, այստեղ շատ մարդիկ ինսուլտ որ տարել են, իրանք են գալիս առողջարան, ինսուլտ տարած մարդկանց մոտ բանը ես դե կողքից հետևում եմ, թե ինչքան հոգատար են, ինչքան բարեհամբույր են այդ տատիկների, պապիկների հետ, դե ինպես մարդիկ շատ կան, ովքեր որ ունեն միգրեն, շարժվելու հետ խնդիր չունեն, այսինքն ինքնուրույն են, էլի, ու երիտասարդներ շատ կան երիտասարդներ այստեղ։ Մի խոսքով այդպես համ երիտասարդներ կան, համ ծերեր կան, բայց հոգատարությունը շատ լավ է ու տարբերություն չկա, ում ինչ մի հարց պետք է, անպայման հասնում են, օգնում են։ Բժշկի մասին էլ չեմ խոսում, շաբաթը մի անգամ գալիս էր, զրուցում էր գլխացավիս հետ կապված, քանի որ ես դրա համար եմ եկել, ինչ անենք, ոնց անենք, որ գլխացավս անցնի, չնայած այստեղ ի զարմանս ինձ ուժեղ գլխացավեր չունեցա, պարզվեց, որ իմ օրը շատ լարված անցնում, դրանից է լինում ամսվա մեջ ուժեղ գլխացավեր, ինձ ժամանակ առ ժամանակ հանգիստ է հարկավոր։ Չնայած այն ամենին, որ տարվա մեջ 2-3 անգամ գնում ենք հանգստի, բայց օրվա մեջ այնց ավելի շատ հանգիստ հարկավոր, քանի որ ես օրվա մեջ ժամանակ չեմ ունենում հանգստանալու։ Մի խոսքով սիրելիներս, այդ մասով ինձ որ հարցնում են էլի կգամ, առողջարան, ասում եմ անպայման հա, բայց ամեն տարի չեմ կարող դիմել, գոնե պետքա 2 տարին անցնի, բայց իրականում 4 տարի հետո կարող եմ դիմել, 2 տարին այն դեպքում կարող եմ դիմել, երբ որ ունենամ շատ ուժեղ գլխացավեր, այդ դեպքում կարող եմ դիմել ու գալ, բայց եթե չունեմ ուժեղ գլխացավեր, գոնե պետքա 4 տարին անցնի, նոր դիմեմ, որ նորից կարողանամ գալ առողջարան։ Այսքան առողջարանի մասով, հիմա սուրճս սառեց, ուզում եմ մի հատ արագ սուրճս խմեմ, որպեսզի գնամ իմ սպորտին, ժամը 8:30 սպորտս է, արդեն 8:15 է, արագ պատրաստվեմ ու դուրս գամ։ Իսկ մենք կհանդիպենք մի քիչ ավելի ուշ, երբ որ քույրիկենքս արդեն կգան։ Ժորժան հենց նոր սպորտից եկա ու եկել եմ նստել եմ այստեղ, ուզում եմ փազլ հավաքեմ, հիմա ցույց տամ, թե այստեղ ինչեր կա, մարդիկ այստեղ տարբեր բաներ են անում, պաստել են անում, այստեղ գրքեր կան, տարբեր փազլներ կան, որ կարան հավաքեն, ես այս մեկն եմ ընտրել, նստել եմ, այսպես ուզում եմ հավաքեմ, մինչև 3 շաբթի հավաքեմ, վերջացնեմ, կարծում եմ կհասցնեմ, էլի։ Այդպես այնտեղ մարդիկ խոսում են, խանգարում են, եկեք ես այստեղ ձեզ անջատեմ, հավաքեմ, որ հավաքեմ վերջացնեմ, վերջնական տեսքը ցույց կտամ։ Այս նկարը պետք է հավաքեմ։ 1000 հատանոց փազլը։ Բայց այստեղ մարդիկ կան, գալիս են ընկերանում են ինձ, որ նստած հավաքում եմ, գալիս են օգնում են, մեր մեջ մի հատ երկու հատ հատիկ գտնում դնում են։
Մի խոսքով սիրելիներս։ Ժողովրդյան մինչև քուրիկենցս գալը դուրս եմ եկել, գնում եմ խանութ, այստեղ ծաղիկները տեսա տաղկել են, ասեցի մի հատ միանամ ցույց տամ, սա էլ են սիրուն տեղն է, այն օրը գիշերով որ եկել ենք, այնքան հավես լռություն է, բայց կարող եմ ներսը մարդ լինի, որովհետև այսօր շաբաթ է ու հյուր ընդունելու օր է, գալիս են մարդիկ իրենց հարազատների հետ գալիս են ստեղ, ես մեկ-մեկ գալիս եմ, ստեղ նստում եմ, այնքան հավես տրամադրություն է լինում, ջրի ձայնը մեկ էլ հանգիստ է այստեղ ավելի։ Այդպես մի խոսքով ժողովրդյան, բայց ես շտապում եմ, գնամ, ուզում էի ծնծաղիկների ցույց տալ, ամեն տարի միշտ այս ժամանակ մեր մոտ գնում էի այդ քրոքուսների այգին, բայց դեռ այդ ծաղիկների տոնին կհասցնեմ էլի լինեմ, գնում էի ու այսենց քրոքուսները ծաղկում էին, առաջի քրոքուսները ես սկսում էի նկարել, իսկ այս տարի փետրվար ամիսը անցկացրեցի այստեղ ու ժամանակ չեղավ նկարեի, բայց հիմա տեսնում եմ, որ այսենց սիրուն ծաղկել է սա, սրանք դեղին քրոքուսներ են։ Մեկ ինչքան սիրուն է։ Այստեղ նարգիզներն էլ է ծաղկել արդեն տեսել եմ։ Այսօր գարնան առաջին օրն է, մարտի 1-ն է։ Շնորհավորում եմ բոլորիս գարնան առաջին օրը։ Տեսեք ինչ զուգատիպություն, հենց միանգամից այսօրով դուրս եմ եկել ու ինչքան սիրուն ծաղիկներ կան։ Սա էլ ծնծաղիկն է, շնեգլոքենն է։ Նայեք, այստեղ էլ կա քաղաքի գրադարան, շատ տեղերում քաղաքի գրադարան, որ մարդիկ կարող են գալ, վերցնել, այստեղ նստել, նստարաններ կա ու գիրք կարդան։ Շատ հավես բան է։ Նայեք ինչքան սիրուն է այստեղ այս տունը, մի ձևի չեմ ամերև մոտ, թե չնես թեքություն ունի, հետաքրքիր է։ Ես սենց պետք է գնամ, կարծում եմ, սա էլ նկարեմ ու գնանք։ Հենց նոր խանութից դուրս եկա, իրականում գնացել է երեխեքի համար մի երկու փոքր բան գնեի, որովհետև հեսա որ եկանի մոտ, իմ մոտ բան չկա էլի, արդեն էլ բաներ չեմ գնում, որ հեսա գնալու եմ, էլ իմաստ չկա էլի, թողեմ այստեղ գնամ։ Դրա համար այդպիսի գնումներ չկար մոտս, ասեցի գնամ մի երկու փոքր բան գնեմ, որ երեխեքը գան, ինձ սիրուն է այստեղ, որ երեխեքը գան, մոտս բան լինի։ Հետո կգանք ստեղ հենց այս քաղաքում ման գալու, ժողովուրդ հետ վերադարձա այդ սիրուն տեղը, այստեղի անվան տեղը դրել եմ սիրուն տեղ, նայեք ինչպես է գոլորշին դուրս գալիս, նայեք ինչքան սիրուն որ կրակ լինի։ Գնամ մի քիչ հանգստանամ, հետո գնամ մի քիչ էլ փազլը հավաքեմ, որտեղ ուզում եմ մինչև գնալս այդ փազլը ամբողջությամբ հավաքեմ, վերջացնեմ։ Բոլորը հավաքվում են, հենց գնում եմ նստում եմ բան, այդտեղ մեկ հետեմ եմ հավաքվում կողքս, եթե ես ընդե չեմ, մարդ չի գալիս, մարդ չկա այնտեղ։ Վիկտորիան է ձեռքով անում, այնտեղից այս չերևում պատուհանի մոտ կանգնած է։ Այդպես լավ բարձրանամ, մի հատ Վիկտորիային էլ տեսնեմ, այսօր շաբաթ է, մեր բոլոր ընկերները գնացել են ամեն մեկ իրենց տուն, ես ու Վիկտորիան ենք մնացել, դե ես էլ չգնացի, որովհետև վաղը չեմիսօրը գնում եմ, իմ վերջին օրն է, վաղը չեմիսօրը չէ, երեքշաբթի, բայց ամեն դեպքում ես հյուր ունեմ, բայց Վիկտորիան ասաց հյուր չունի, ոչ մեկ չունինք, ինքը այստեղ ունի մենակ մի հատ տղա, որ չի գալիս, 24 տարեկան տղա ունի։ Ժողովուրդ ջան, ես արդեն սենյակում եմ, ցույց տամ ինչ եմ գնել, երեխեքի համար քվարկ բելխիեն եմ գնել, այսինքն կատնաշորային գնդակներ, հա, երևի այդպես, սրանք համով բաներ են, այստեղ այսպես հացեր եմ գնել, եթե Էլենան ուզի, որտև Էլենան սիրում է այսպես հաց ուտել, երեխեքի համար սրանցից եմ գնել, այսպեսի կրուասաններ եմ գնել, այդպես սիրելիներս, հիմա ուզում եմ գնամ մի քիչ, վայ, սրանից եմ մոռացել, մեկ է սրանից եմ գնել, քուրիկենքս գան, փորձենք, մանգոստեն, այդպես է գնել, մի խոսքով, այս մրգից եմ գնել, որ քուրիկենքս գան, փորձեն, շատ եմ ասել, ու անդադ չի ստացվել իրանց հետ փորձել, մի անգամ գայնջիկի հետ փորձարկել ենք սրանից։ Ինչ պիտի անեի, հա ասեցի սրանք դնեմ
գնամ մի քիչ puzzle հավաքեմ, նոր Վիկտորիային ասեցի, տեսա, մի քիչ իր հետ զրուցեցինք, քանի որ մեր վերջին օրերն է, որոշել ենք, այսպես ասած, հրաժեշտի երեկո կազմակերպենք, ամեն մեկը մի բան պատրաստի, քանի որ այն մյուս աղջիկը, որ գերմանացի է, Վիկտորիան ռուս է, գերմանացին գնացել է իր տուն, մոտ է այստեղից իր տունը, 30 կիլոմետր է հեռու, այսօր գնացել է իր տուն, ու այնտեղից պետքա խմորեղեն թխի բերի ինքը, մենք էլ դե կգնենք, էլ ես ու Վիկտորիան էլ նոր հետ էինք զրուցում, որ գնանք մի բան առնենք, բերենք, մեր հետ էլ 3 տղաներ կան, այսինքն 3 աղջիկ, 3 տղա ենք, 6 հոգով ենք, ես ու Զիմոնեն էլ մի բան, ես ու Վիկտորիան էլ մի բան կկազմակերպենք, կանենք, ու այդպես հրաժեշտ կտանք արդեն միմյանց, այստեղ լավ անցավ, հետաքրքիր էր, ընկերներ, իրար հետ գնալ գալ, ամեն բան թողում ենք արդեն այստեղ ու գնում ենք արդեն անցնում ենք մեր գործերով, այդպես իրենց սրանք արագ-արագ տեղավորեմ ու գնանք puzzle-ի հետև, համարյա թե վերջացնում ենք, էլ բան չի մնացել, եկեք գնանք տեսնեմ ընդեղ, այստեղ տարբեր բաներ կա, չեմ հիշում, ասեցի, թե չէ, որ մար չկա, բոլորը գնացել են նայեք, ինչքան խախանդ, հանգիստ վիճակա, այստեղ կարող ենք պաստելներ պատրաստել, լավ, գնանք նստենք ու սկսենք անել, հյուրերը գալիս են, այդպես իրենց հարազատների հետ գնում են դուրս ման գալու, որ ես այդ կողմից էի գալի, Վիկտորիան էլ այստեղ էր ձեռքով արեցի, լավ, անցնենք գործի, արագ-արագ, տեսնեմ այսօր երևի կպրծնենք, որտև ես խոստացել եմ, որ մինչև իմ գնալը սա պետք է վերջանա, Ժողովուրդ ջան, վերջացրեցի, մի հատ հիմա ցույց եմ տալիս վերջինները, ոնց եմ գնում եւ ահա վերջ երկու հատևեր հավաքելիս հիմա ասած նկարեմ, հատե ֆոտո անեմ իրան, ու սենց կմնամ երկու օր մինչև գնալս, նկարն Վերջ, այստեղ շատ կան հյուրեր, խոսում են, անդադ կողքս խանգարում են, բայց դե ամեն դեպքում վերջացրեցինք, հիմա գնամ իմ սենյակ ու մի քիչ այնտեղ կմնամ, մի քիչ սենյակս հավաքեմ, հեսա, որ քույրիկենքս կան, լավ չէ, լի տապած սենյակը երեխեք մեջից ձեռով են անում Արի դա, վարի շուշուտ Եկեք դե Գնամ երեխեքիս դիմավորել եկան Ինձ ծաղիկ են բերել Պատուհանից տեսա Արա իսով եկա, այսում կյարնա Եք է մոքուշի մոտ, արա, կյանք Հլարի Հլարի, մաղջի Ապրիմ սիրում Եկեք դե Գնաց ավարի Կոֆե մոֆեն խմեցինք, վերջացրեցինք, միրգը փորձարկեցինք, շատ համով միրգ էր, սրանից էլի էինք փորձարկել, այստեղ էլ ցույց տամ քույրիկենքս ինչ ծաղիկ են բերել, հիմա այս ծաղիկները բոլորը պիտի տուն տանեմ հետս։ Այդպես սիրելիներս, դե հիմա դուրս են գալի, գնում են քաղաք ման գալու։ Հետո գնացել եմ ձեռ եմ տվել, ստուգել եմ, որ ես չի հավատալու։ Սառներ ջուրը են։ Գիտես մոքուշին խապել էին, ասել էին ջուրը տաք է։ Հետո ես էլ եմ ձերտվել, տեսել։ Ոնց որ աղի հոտը գալիս է։ Ձեռդ բանարդ քոսպես նկարեմ մոդերի։ Երևի։ Հա, Էլեն հլը հոտ քաշի։ Էսի հոտերի տեղ է, տենա միջի հոտ առար։ Տարբեր հոտեր է։ 8-9 հատ հոտ կա։ Առաջինը ո՞րն էր։ Չգիտես։ Ինչ էր։ Հələ
Սամուն կա է մի հատ բան համով։ Դարչին։ 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 Մեխակայս։ Այդ ինչ այդ կլորետի չեմ էլ տեսել Էլեն։ Հələ հա, պատտվում է։ Հələ կարթանքի, հա, բալանսն է սպահում։ Հա։ Հլարի ես գամ։ Օպա, դրանք կարանք բալանսը պահենք իրար հետ։